հիմա սկսեմ արձագանքել ընդդիմադիր մեր գործընկերներին, Տիկին Քրիստինե Վարդանյանը ասում է, որ կառավարությունը պետք է ազգայնացվի։ Հարգելի գործընկերներ, կառավարությունը ազգայնացվել է 2018 թվականին, կառավարությունը ազգայնացվել է եւ դրա համար է, որ 7 տարի է ինչ աղմկում է գետը, այսինքն ձեր ամբողջ տառապանքը, այն մղկտոցը, որ մենք 7 տարի շարունակաբար լսում ենք, այն նրանից է, ներսից եւ դրսից լսում ենք, նրանից է, որ կառավարությունը վերջապես ազգայնացվել է 10-ամյակներ անց 2018 թվականին ազգայնացվել է։ Տիկին Գրիգորյանը ասում է, որ ազգային ինստիտուտը ոչնչացնելուն միտված քայլեր ենք մենք կատարում եւ ճիշտն ասած ինձ մոտ հարց է առաջանում, երբանից է սեռական հարաբերություններ ունենալ դարձել ազգային ինստիտուտ։ Ինձ համար դա նորություն է, կարծում եմ, եթե սեռական հեղափոխություն է սպասվում մեր երկրում, այդ մասին մեր գործընկերները պետք է բարձրաձայն հայտարարեն։ Ինչի է կարևոր այս խնդիրը։ Խոսել ենք, շատ անարդար իրավիճակ է եկեղեցում ստեղծել, որովհետև ժամանակին եկեղեցու սպասավորները, որոնք որ մտածել են, որ իրենք ուզում են ունենալ ընտանիք եւ երեխաներ, հրաժարվել են եկեղեցում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից, ընտրելով ընտանիք եւ երեխաներ ունենալու հնարավորությունը։